Մատենադարանի լանջը մերկ ու այսքան անխնամ վերջին ձմեռն եք տեսնում, վստահեցնում են ձեռագրատնից, դարավանդը վերջապես կկանաչապատվի։ Աշխատանքները ստանձնում է երկրում հեկտարներով անտառ տնկող Armenia 3 Project-ը, խոստանում տարածքը վերածել հեքիաթային այգու։ Լինելու է այգի Երևանի սրտում, այգի ամենասիրուն արևելյան այգիների ու հայկական այգիների ոգուն համահունչ։ Այգի պարտեզը կունենա մոտ 1.7 հեկտար ընդհանուր մակերես, սահմանները մի կողմից Մաշտոցի պողոտան ու Կասկադն են, մյուսից Մատենադարանի թիկունքով մինչև Սարալանջի ճանապարհը դեպի Մայր Հայաստանի արձան։ Մայրաքաղաքի տուրիստական, մշակութային ու պատմական առումով կարևոր այս հողակտորին ինչ տեսք տալ մշակել են ճարտարապետ, արվեստաբան, լանդշաֆտային դիզայներ, լուսավորող 39 մասնագետ, ներկայացնում է նախագծի ղեկավարը։ Մատենադարանի փորձառությունն է լրացնելու, համալրելու եւ այն ամբողջ բովանդակությունը թե միջնադարյան պատմության եւ արվեստի եւ թե ժամանակակից գիտության ինքը կկարողանա խորհել այդ ամբողջ բովանդակության մասին, երբ որ արդեն ջեմուղիներով կարողանա քայլել։ Այգ է բացվում անոնսով 3 տեսլական են ներկայացնում հանրային քննարկման։ Հպարտ են, որ հենց իրենք են ստանձնում պատասխանատու գործը, Մատենադարանում հայտարարեց Armenia 3 Project-ի գործադիր տնօրենը։ Այգին, որ տարածվելու է Մատենադարանի շուրջը, լինելու է մեր պատմության ու մշակութային ժառանգության շարունակությունը, վստահեցնում եմ։ Անապատային լանջը կանաչապատելը պարզվում է երազանք է 70-ականներից սկսած, այդ մասին դեռ ձեռագրատան հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանն է Քաղսովետին նամակ գրել, Արա Խզմալյանը դրանից հատված կարդաց, ասաց իրենց խնդրանքը այգի հիմնողներին եղել է ստանալ Մատենադարանին արժանի կրթական ճանաչողական նախագիծ, այնպես ինչպես հեղինակավոր թանգարանների դեպքում է, որ ջեմուղիներում քայլողը շարունակի մտածել ցուցասրահներում տեսած մատյանների ու ազգային գանձերի մասին։ Գիտեք, որ արտադրում ենք մատենից արքայական բալասանը, որը շատ մեծ պահանջարկ ունի, եւ այդ խմիչքի պատրաստման մեջ գործածվում է շուրջ 54 բուսատեսակ։ Հիմա բնականաբար սա արդեն հրամայական է դարձնում, որ ապագա այգին ունենա անկյուն, ունենա հատվածներ, որտեղ մենք կարող ենք այցելուներին ներկայացնել նաեւ այն բույսերը, բուսատեսակները, որոնք կիրառվում են այս կամ այն միջոցի, արքայական բալասանի կամ ձեռագրերի ախտահանման հատուկ նյութեր պատրաստելու մեջ։ Հատուկ բուսատեսակներն առանձնացված են, տարածքի հողի անալիզը կա, բերի է, տնկիները պետք է որ շուտ կպնեն։ Մեր բնությանն ու կլիմային բնորոշ ծառ ծաղիկների շքեղ բազմազանություն է լինելու, կանաչ ու նաև պտղատուներով հարուստ, ինչպես հին Երևանում էր, վստահեցնում են ծրագրի պատասխանատուները։ Կան մշտադալար անշուշտ գիհիներ, կան պտղատու ծառեր եւ մասնավորապես վայրի տեսակի պտղատու ծառեր, կան նաեւ այլ տեսակի ծառեր, որ միգուցե ավելի ուղղահայաց են, վերտիկալ են կարողանում բարձրանալ, օրինակ վայրի վայթեր, վարդեր կամ միգուցե վայրի խաղողներ։ Այստեղ լինելու են հայկական ծառատեսակներ, բուսատեսակներ, մեծ մասը, գրեթե 90%-ը, ոչ միայն այն ծառատեսակներն են, որոնք սովորաբար մենք տեսնում ենք այգիներում, այլ նաև լինելու են գաղտնազերծված Մատենադարանի մատյաններից այն բուսատեսակները, որոնցով պատրաստում են եւ մեր մյուրոնը, եւ այն բալզամը, որ Մատենադարանն է արտադրում, մատենիցը, այսինքն լինելու են նաև այսպես պատմությունից դուրս հանված կամ պեղված բուսատեսակներ, որոնք դուք կտեսնեք։ Գառնան հետ մասնագետները կսկսեն դարավանդների ձևավորումն ու ոռոգման ցանցի կառուցումը, բուն ծառատունկը նախատեսված է աշնանը, իդեպ խիստ հանդիսավոր։ Այգու հիմնարկեքի, այսպես ասած, արարողությունը կանենք կոպի շրջանակում, աշնանը սպասվելիք այդ մեծ միջազգային համաժողովի շրջանակում։ Մատենադարանի այգին կկառուցվի Armenia 3 Project-ի նվիրատուների գումարներով, ինչ կարժենա շնորհանդեսին ծախսից չխոսեցին։ Դարավանդային ջեմուղիներով նախագծին ծանոթանալ կարելի է ձեռագրատան գիտական մասնաշենքում։ Ցուցադրությունը բաց է մինչև մարտի 6-ը, մուտքն ազատ է։ Հերմինե Բաղդասարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։